Բաստուրմա աջոներ ջան, այսօր պատրաստելու ենք խոզի պաշինայով բաստուրմա։ Մենք ունենք շատ լավ կտոր, որը որ նախապես արդեն կտրել ենք։ Հիմա այս կտորի միջից մենք կհանենք ավելնորդ մասերը։ Այստեղ ոսկոր ունենք մենք։ Կտորը ինքը արդեն մսոտ շատ լավ կտոր է, կողքի ավելորդ մասերն ենք հանում, մնացածը կարելի է արդեն ձեռք չտալ, միսը արդեն կա, յուղը կա, ամեն ինչ նորմալ է, շատ լավ է, շատ սիրուն կտոր է, այս տեսքով էլ կստանանք մեր բաստուրման, կկատարենք արդեն աղադրում մեր պաշինայի մսով, լցրեցինք աղը, ոնց որ միշտ տակը, խոշոր աղը, այս սիրուն կտորը հիմա վերցնում ենք, որը որ ձևեցինք իրար հետ, տեղափոխում ենք ամանի մեջ մեր։ Անկյուններով լավ տրորում ենք, ինչքան անկյուն կա։ Սովորաբար հետևորդները ասում են, խենք մենք երկար պահում աղի մեջ պահելու հիմնական իմաստը, որ միսը ձգվի, եթե միսը մենք չպահենք երկար աղի մեջ, ընդհանուր պրոցեսը սխալ կգնա։ Իսկ երկար պահելու ամենակարևոր արդյունավետությունը նա է, որ մեջի միկրոբները, մեջի ամեն ինչ ինքը վերացնում է, որտեղ մենք ջուրն չենք թափում, թողում ենք իր արյան ջրով, ինքը երկորից արդեն իր արյան ջուրը դուրս կտա ու կսկսի արդեն հասունանալը, միսը ձգվել, դա շատ կարևոր է։ Երկար պահելու իմաստը հենց դրա մեջ է։ Երկար պահում ենք ու երկար լվանում ենք միսը։ Եթե 1 օր պահում ենք աղի մեջ, նշանակական 1 ժամ պետք է լվանանք, 2 օր 2 ժամ, 3 օր 3 ժամ։ Այդպես օրերի վերացում ենք, 10 ժամ ինքը պետք է լվացվի 10 օրվա մեջ։ Всё, թողեցինք մեր պաշինան, 10 օր կմնա աղի մեջ։ Աղից հանում ենք մեր պաշինան, ահա, գույնը էլի լավ, ինքը փոխել է, լավ ձգվել է միսը, ամբողջական կտոր է էլի պաշինան, հիմա տեղափոխում ենք մեր ամանի մեջ, 24 ժամ կպահենք ջրի մեջ, ընկերներ ջան, հետո կփաթաթենք պրես կդնենք։ Պաշինան լվացել ենք 1 օր ջրի տակ, հիմա փաթաթենք դնենք պրես։ Ահա կտորը շատ լավ կտոր է, ինքը մսոտ։ Հիմա լավ փաթաթենք ցիկ։ Անկյուններից, ոնց որ միշտ ասել եմ, այս անկյուններից հավաքում ենք։ Կողքով կանք մյուս անկյունից, այսինքն պետք է զգանք անկյունները։ Դնում ենք պրես մեր պաշինան, ահա, այս։ Մեկ օր կդնենք պրես, ընկերներ ջան, հետո կհանենք։ 1 օր պրեսի տակ պահեցինք մեր պաշինան, հիմա հանում ենք։ Ահա, այսպիսի բարակ տեսք է ստացել մեր պաշինան, ընկերներ ջան, հələ բարակությունը շատ սիրուն վերցրել է պրեսը։ Հիմա եկավ ամենասպասված պահը։ Հանում ենք պաշինան։ Հələ ինձ սիրուն, սենց միսը հավաքել է իր վրա, շատ սիրուն է, ստեղից էլ, այսենց, հիմա կթելենք մեր պաշինան, թելում ենք պաշինան, ընկերներ ջան, այսենց, այս
Ոնց որ ասել եմ, լեն մասից, հաստ մասից, դա միշտ հիշեք։ Այս հենց ընկերներ չեմ։ Շատ լավ է։ Կկախենք կչորանա 10 օր, հետո կշարունակենք մեր ընթացքը։ Այսօր պատրաստում ենք պաշինայի համար չաման։ Պաշինան, ահա, այսպես շատ լավ չորացել է։ Մենք ունենք այստեղ 100 գրամ չաման, 50 գրամ քաղցր բիբար, 10 գրամ կծու բիբար, 100 գրամ սխտոր, 10 գրամ շաքարավազ։ Մենք սխտորը նախապես խփել ենք բլենդերով, դրել ենք սառցախցիկում, ահա այսպեսի քարացել է ինքը, որտեղ ջրի զանգվածել ունի մեջը։ Դուք էլ կարաք նախորոք պատրաստեք, դնեք մառազիլկեն մնա, որ հետո հեշտ լինի, արդեն 100 գրամներով կարաք աշխատեք, որ անընդհատ չսխտորոտվեք։ Հիմա մենք սխտորը տեղափոխում ենք ջրի մեջ, նստում ենք բիբարը, չամանը, կծու բիբարը եւ շաքարավազը։ Խառնում ենք իրար համեմունքները։ Սխտորը ինքը ընթացքում կլուծվի, ինքը ջրով շատ լավ բացվելու։ Ընդհանրապես չվախենաք, թող սենց մնա ինքը, հետ կգա արդեն։ Հիմա փոշին լցնում ենք։ Սխտորի վրա էլ կարաք այսպես լցնեք, չվախենաք, ոչ մի բան չի լինի։ Ինքը կեսը ժամից ինքը լուծվելու է, սկի հետքն չի մնա արդեն։ Թողենք կես ժամ կլուծվի ջրի հետ, հետո կխառնենք միասին։ Ջրի մեջ արդեն բացվել է չամանը, ընկերներ ջան։ Հիմա խառնում ենք արդեն։ Ահա։ Այս երկուսը սառույցներն են մեր սխտորով։ Ահա, նայեք ոնց է ինքը արդեն բացվել։ Նույնը երկրորդը։ Սխտորը։ Ինքը սառույցի մեջ է արդեն սառած, всё, ինքը հետ եկավ, վերջ։ Ոչ մի վախենալու բան չկա։ Հիմա մենք խառնում ենք, ինքը ջրի հետ հələ նայեք ոնց է լուծվում, վերջ։ Չամանը շատ լավ բացվել է արդեն, ընկերներ ջան։ Ահա։ Շատ լավ է։ Պաշինան, որը որ արդեն չորացրել ենք, հələ բարակությունը, ինչքան սիրուն է ինքը։ Բարակ, լավ։ Հիմա տեղափոխում ենք չամանի մեջ։ Այսպես։ Շատ լավ է։ 5 օր կպահենք չամանի մեջ պաշինան, հետո կհանենք կթաթախենք միասին։ Չամանից հիմա հանում ենք պաշինան։ Հիմա տեսնենք ոնց է փափկել։ Գույնը, ահա։ Շատ սիրուն չամանը բացվել է, լուծվել է արդեն։ Պաշինան էլ արդեն փափկել է չամանի մեջ լավ։ Չորությունը անցել է։ Հələ տեսքը չամանի միսը ոնց որ iPhone 17 Pro լինի, իր բարակությունը, իր լայնությունը, օրանժ գույնը շատ լավ փափկել է։ Հիմա կկախենք կչորանա։ Երկու անգամ էլ կթաթախենք պաշինան չամանով, հետո միասին կկտրենք։ Այսօր կտրում ենք միասին պաշինան։ Ահա, տեսքը պաշինայի բարակությունը, մենք շատ լավ պրես ենք դրել, սովորականից շատ ենք ձգել, ինքը համարյա թե սուջուխի չափ ա եղել իր բարակությունը, ուզեցել ենք այս տեսքը ստանանք, դրա համար ենք շատ ձգել։ Հիմա կտրենք միասին։ Ահա, տեսքը։ Ինքը շերտերով ուներ յուղ, միս,
Շատ սիրուն է ստացվել։ Հիմա կտրտենք։ Շատ սիրուն ստացվել է, ընկերներ ջան։ Իր ընդհանուր բարակությունը։ Ահա, տեսքը շատ լավն է։ Մյուս կտորից էլ կտրենք։ Նույն կտորի շարունակությունն է, ընկերներ ջան։ Ոնց որ ես միշտ ասել եմ, մեր ատամներն են, ահա, ոնց է պոկվում, ինքը շատ լավ հասունացել է։ Ահա, ընկերներ ջան, չամանի բարակությունը, ընդհանուր այսպես նայեք հլը, տեսքը, կտորները երկուսն են, շատ սիրուն ստացել ենք։ Դուք էլ փորձեք պաշինայով, պատրաստելը անպայման կստացվի ձեզ մոտ։